Ոտներս բարի արշավեցին և բարի դեսի ուսորեք նոյեմբերի 16-ին որ արշավից է բացվելու արշապատի վրա ոտներս բարի Եկեք ուրասիրեք, մոտեցեք Arakhet. Հարգելի հետևորդներ, այս պահին մենք վարշապատի ընտրությունների հետ կապված քարոզարշավի շրջանակներում գտնվում ենք Արշալույս գյուղում և կոչ ենք անում հետևել մեր էջին և անպայման մասնակցել նաև ընտրություններին մեր շրջայց կանենք գյուղում և կներկայացնենք մեր ծրագրերը Վստահելով իշխանությունների ներկայիս 18-ին հավատալով հեղափոխություն կոչվածին, մենք բերեցինք մեր կրակու պատիժ, կորուստներ, տարածքների, մարդկային կորուստներ և որպես հիմնականացնեմ, այս գյուղը նույնպես տվեց հերոսներ, գեներալներ, ովքեր ցավոք չգնահատվեցին նույնիսկ։ Մենք պետք է վերականգնենք մեր արժանինքները և ամեն ինչ անենք, որ բերենք բարեփոխություններ իբարս Հայաստան աշխարհի ի բարություն հայ ժողովրդի, մեր ժողովուրդը արժանի է լավ կյանքի։ Փառք մեր ժողովրդին։ Արշալույս գյուղի հարգելի ժողովուրդ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստան կուսակցությանը, միացապերով ողջունենք Արշալույս գյուղի բնակիչներին։ Սիրելի ժողովուրդ, ես մի քանի բառով կուզեի ներկայացնել մեր նախընտրական ծրագրերը, որը որ մենք դրել ենք մեր, այսպես ասած, համար առաջի ծրագրերից։ Ես ինքս Դողս գյուղի բնակիչ եմ, անունս Գրիշա Հարությունյան, երկար տարիներ ելել եմ Դողս գյուղի գյուղապետը
եւ այն խնդիրները, որով ես արձանագրել եմ եւ մենք պատրաստվում ենք դրա լուծումը տալ, կուզեի այն մեծ խնդիրները, որը բոլորի այսպես ասած անհանգստացնող է, կուզեի այդ խնդիրներից մի քանիսը նշել։ Ես ինքս դոս գյուղում ունեմ Ջերմատում, ու այսօրվա մեծ խնդիրներից մեկը ջերմատան հարցերն է, որ այսպես ասած եկել է բարելա մի մեծ պրոբլեմ։ Ես ուզում եմ Արշալույս գյուղի բոլոր բնակիչներին այսպես խոստումով ասել, որ մեր ընտրվելու պարագայում այդ ջերմական ջերմոցների հարցը կարգավորելու ենք, այսինքն այսօրվա իշխանությունները, որ ստիպում են հաշվառել, օրինականացնել եւ այլը, մենք դա վերանայելու ենք եւ վերելու ենք ամենամաչելի, ամենահարմար պայմաններին, որ յուղացին կարողանա իր բերքը մշակի։ Եվ երկրորդ, բոլորի խոսք ենք տալիս, որ մանկապարտեզները լինելու են անվճար։ Մեր գրաթերթիկն է համար 4-ը, մենք ձեր բոլորին կոչ ենք անում միանալ մեզ, որ այս ինչ ծրագրեր, որ մենք ունենք, կարենանք ի կատարածենք։ Շնորհակալություն։ Հայաստան, համար 4, Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։ Այս ընտրություններին մենք մասնակցում ենք թիվ 4 քվեաթերթիկի ներքո։ Մեր գլխավոր քաղաքական նպատակը իշխանափոխությունն է, նախ Վաղարշապատում, ապա ամբողջ Հայաստանում։ Այս իշխանությունները բերել են պատերազմ, պարտություն, ավեր, ողբերգություններ։ Մենք ձեզ կոչ ենք անում մերժել քաղաքացիական պայմանագրին եւ նրան կցվածներին եւ ձայնը տալ Մայր Հայաստանին, որպեսզի մենք կարողանանք կյանքի կոչել մեր այն ծրագրերը, որը ներկայացրել ենք ձեր դատին։ Իշխանությունները արդեն գնում են իրենց հոգեհարազատ կեղծիքների ճանապարհով, անխնա օգտագործում են վարչական ռեսուրսը, դիմում են ճղճին քայլերի, որոնցից մեկը այն է, որ երբ որ պարզում են, որ այս կամ այն քաղաքացին մեր կողմնակիցն է, նրան կամ նրա բարեկամներին սկսում են նեղել, սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն կամ արդեն իսկ հեռացնում են, սրանք լկտիություններ են, որոնք մերժվում են մեր կողմից եւ մենք քաղաքացիներին կոչ ենք անում։ Եթե զգում եք, որ սրանք ձեր դեմ բիրտուժ են կիրառելու, այդ պահին կարող եք ցույց տալ, որ մեզ եք քվեարկում։ Բայց ամենակարևոր, երբ նոյեմբերի 16-ին հայտնվեք քվեախցիկի առաջ, մերժեք այս թրքահաճո եւ ադրբեջանամետ իշխանություններին ու ձեր ձայնը տալով Մայր Հայաստան կուսակցությանը դրեք դրական փոփոխությունների հիմքերը։ Մի վախեցեք, մի ընկրկեք, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, սրանք իրենք են վախեցած, իրենցից պետք չէ վախենալ։ Մենք ծանոթ ենք ձեր բոլոր խնդիրներին, որոնք վերաբերում են ինչպես Արշալույսին, այնպես էլ Վաղաշապատի մյուս գյուղերին եւ որոնք վերաբերում են նաեւ հանրապետությանը։ Մենք ծանոթ ենք ձեր մտահոգություններին, գիտենք բոլոր այն խնդիրները, որոնք ձեզ հուզում են։ Մենք ունենք լուծումներ, այդ լուծումները ինչպես տեղական, այնպես էլ համապետական նշանակություն ունեն։ Շատ կարևոր է ձեր ակտիվ մասնակցությունը ընտրությանը։ Սրանք հույսը դրել են ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի եւ այլ ապօրինի հնարավորությունների վրա։ Մեր պատասխանը, բոլորիս պատասխանը պետք է լինի ընտրությանը ակտիվ մասնակցելով
կանխել ընտրակեղծիքները, ակտիվ մասնակցության պարագայում սրանք ծնկի են գալու ձեր առաջ։ Սիրելի արշալույսցիներ, դուք նոյեմբերի 16-ին նոր արշալույս պետք է բացեք Վաղարշապատի գլխին, որը հետագայում նաև կտարածվի ամբողջ Հայաստանով։ Վաղարշապատը դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այստեղ ոչ միայն տեղական, այլ նաև համապետական խնդիրներ են լուծվելու։ Շատ կարևոր է, որպեսզի մենք մերժենք քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային, դրանով իսկ պաշտպանելով մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին, պաշտպանելով սահմանին կանգնած զինվորին, պաշտպանելով մեր հանրապետությունը, որովհետև սրանք խաղաղություն են խոստանում ու պատերազմ բերում, խաղաղություն են խոստանում ու պարտություն բերում։ Մենք պետք է մերժենք այս ստախոսների, հալանչիների, կոռումպացվածների իշխանությունը եւ բացենք նոր էջ մեր պատմության մեջ։ Սիրելի վաղարշապատցիներ, սրանք աշխարհարության են գնացել, մտածելով, որ խոյի բնակիչների ձայները իրենց գրպաններում են, հետևաբար պետք է միացնել էջմիածնին, որպեսզի խոյի ձայներով կարողանան կոմպենսացնել էջմիածնի իրենց գերցածր վարկանիշը։ Այս ամենից ելնելով, դուք պետք է ձեր քաղաքական ապտակտակ այս ապիկարներին ցույց տալով, որ ոչ թե խոյն է իրենց գրպանում, այլ դուք ձեր գրպաններից պետք է դուրս շպրտեք քաղաքացիական պայմանագրին։ Սրանք բերում են թանկացումներ և թալան։ Ձեր գրպանը մտել են և ջերմոցների հետ կապված, և մյուս հարցերի հետ կապված։ Եթե Աստված մի արասցե սրանք վերարտադրվեն, ապա թանկացումները մտնելու է յուրաքանչյուր տուն ու յուրաքանչյուրի գրպան։ Ուրեմն դուրս շպրտեք ձեր գրպանից այդ թալանչիներին, այդ ադրբեջանահաճո իշխանություններին և իմացեք, որ Մայր Հայաստանը քաղաքացիական պայմանագրի թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն է։ Մեր կարգախոսն է միացին, որ փոխենքը մենք միայնակ անզոր ենք, մենք կարող ենք միայն ձեր օգնությամբ, սիրելի քաղաքացիներ, արշալույսի հարգելի բնակիչներ, միայն ձեր քվեի ուժով հնարավոր կլինի հասնել փոփոխությունների և մենք համոզված ենք, որ այդ ուժը մենք ստանալու ենք ձեզանից։ Միացիր! 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 Մայր Հայաստանը թիվ 4 ընտրած քվեաթերթիկն է։ Մայր Հայաստան! Համար 4! Մայր Հայաստան! Կուսակցության ցուցակը այս ընտրություններում գլխավորում են Գրիշա Հարությունյանը, Դավիթ Կարապետյանը, Լիպսիմե Մկրտչյանը։ Մենք ձեզ առաջարկում ենք փորձառու ճանապարհ անցած մարդկանց թիմ։ Հետևաբար ակնկալում ենք, որ դուք ձեր քվեով սատարելու եք մեզ ծրագրին և մերժելու եք այս հակաքրիստոնյա իշխանությանը։ Գրիշա Հարությունյանը մեր ցուցակը գլխավորում է և նա փորձ ունեցող մարդ է, ղեկավարել է համայնք։ Հետևաբար Գրիշա Լիպսիմե Ժողովուրդ շատ շնորհակալ ենք։ Մենք հիմա կանցնենք Գյումրի փողոցներով, կներկայացնենք մեր ծրագիրը և դուք կարող եք մեզ մոտենալ, հիմա ուղիղ եթերում էլ են միացրած մեր հանդիպումները, մոտենալ մեզ հետ խոսել։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխեք։ Սերեմ վաղարշապատ, սիրին, էջ միացիր, իմ Մայր Հայաստան
երիտասարդության եւ գործի համադրությունն է եւ ես քիչ առաջ նշեցի, որ խնդիրներից, այսպես ասած, գյուղացիները, որ միշտ բարձրաձայնում են, մեծ խնդիրներից մեկը ջերմական հարցերն են, որոնք որ այսօրվա իշխանությունները մեծ գումարներ են դրել դրա օրինականացնելու համար, չգիտեմ, շինթույլտվություններով եւ այլը, նա նաեւ ասենք ռոռոկման ցանցի, ռոռոկումելու ջրի խնդիրներ ունեն համայնքները, գյուղական համայնքների մասին է խոսքը, իսկ Խաղաշաբաթ քաղաքն էլ միանշանակ խնդիրները շատ մեծ են, շատ խնդիրներ ունի, այսինքն բակերի անմխիթար վիճակներ, տանիքների անմխիթար վիճակներ, բարեկարգման մեծ աշխատանքներ են պետք, իսկ ես նշում եմ, որ մեր թիմը երիտասարդության եւ գործի համադրությունն է, մենք մեր թիմում ունենք նաեւ մարդիկ, որոնք երկար տարիներ ղեկավարել են իրենց համայնքները, իսկ բյուջեի ճիշտ կառավարման, այսինքն մասնագիտացված կառավարման փորձ ունեցող մարդը կարող է այնպես կառավարել, որ բոլոր այդ կենցաղային խնդիրները Միասին, որ փոխել, միասին, որ փոխել
տեսեք, նշեմ, որ հավաքանու որոշումով դա այսպիսի մի, ոնց որ ասած, մինիմում, մաքսիմում կետեր, այսօրվա մեր հավաքանին որոշել է ամենամաքսիմում գնով այդ ջերմոցների օրինականացման հարցը, իսկ դա վերանայել է պետք մինիմումով կարելի է այդ հարցերը լուծել։ Մինիմում որոշումով, այսինքն ոչ 1020 դրամ, շատ մատչելի գնով, որ գյուղացին ինքը արդեն ցանկություն հայտնի օրինականացնելու է ջերմոցները, որ վաղը միսօր, չգիտեմ, ուրիշ տեղեր այսինքն քիչ գումարներ ծախսելով օրինականացնենք 1000 քառակուսի մետր ջերմոց սարքելու համար, որ այսօր գյուղացին, չգիտեմ, 5.5 միլիոն դրամա ծախսեմ, մի հատ էլ միլիոն ու կես դրամ չծախսի դրա օրինականացնելու համար է, շատ մատչելի գնով օրինականացնի, որ հարցերը լուծի է, չեմ այսինքն մինիմումով կարելի է լուծել այդ հարցերը։ Կարծում եք քանի ջերմացու կոշոր գոնե առնված վաղաշաբաթ համայնքում շատ են տեսեք, վաղաշաբաթ համայնքում, այսինքն Խոյ բնակավայրում, շրջացված համայնքում, այս պահի դրությամբ բոլորը գյուղեր են, բոլորը զբաղվում են գյուղատնտեսությամբ, ու ասեմ այդ գյուղատնտեսության ոլորտում ջերմատները շատ հաջող բիզնես է այս պահի գյուղացու համար։ Ես ասենք կոնկրետ թիվը չեմ կարող նշեմ քանի հեկտար կա, բայց որ ամեն գյուղում ժողովուրդը շեշտ դրել են ջերմոցների վրա, որտեղ այսպես ասած այս ջերմոցներն այս պահի գյուղատնտեսության մեջ մի քիչ մարդկանց վիճակը բարելավում, բոլորը շեշտը դրել են դրա վրա, շատ կա, բոլոր համայնքներում էլ կա ջերմատներ։ Անպայման մասնակցել ընտրություններին և չեն կմենյունով վերջրել Ադրբեջանահաջող քաղաքացիական պայմանագրի իշխանությանը, իշխանափոխություն վաղաշաբաթում, իշխանափոխություն Հայաստանում, միացի, որ փոխենք, միացի, որ փոխենք, այս իշխանությունները մտել են գյուղացու ջերմանը, անշնորհքով, անքարալար են աշխատանքի, մենք ես ոչ ենք անում, մեր հետ այդ հալանիչների իշխանությանը և շնացնել դեր տները, ջերմոցների վերացրանք, կամայական կուքեջ ու վճարել են սահմանում, Հայաստանը պաշտպանվում է շեղակել այդ որոշումը և ողջամիտ գրել սահմանել այնպես, որ գյուղացի կարողանային հողը վճարել ու անիք ստանալ։ Մենք գյուղացու օգնենք և ոչ ենք անում միասնաբար պայքարել այս խառնիչի և հակահայ իշխանության դեմ։ Արշավությունը հայտնի է իրավունքների կեցվածքով, եկեք միան կապավորենք հնարավորություն, որպեսզի փոփոխությունները համոզությունները։ Միացի, որ փոխենք, միացի, որ փոխենք։ It's me, I see my Հայաստան Շապան, ոստան ես դրում էր դեպրության Դապսիկ ոչնակ, նոր պայքարի ոչայության Հազորավոր, աչր մասի Խաչը
Կանցնեն օրեր ատելության ու տխրության, եկել է ժամը կողաչի շուշնիության։ Ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, կեզ պահպանի ասողորդին, սերին, բաղաշապատ սուտին, էջմիածին, իմ այր Հայաստան, սերին, բաղաշապատ սուտին, էջմիածին, Մայր Հայաստան ուսակցություն Գրիժարությունյան Դավիթ Կարապետյան Հրցինը Իվաչեն Քրեաթերթի կանաչոս միացիր և փոխենք Մայր Հայաստան ուսակցություն Քրեաթերթի կանաչոս միացիր և փոխենք Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Քրեաթերթի քամար 4, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեով վերջ դրեք այս ապիկար դավաճան իշխանությանը, ամբողջ Հայաստանի, ամբողջ հայության ուշադրության կենտրոնում վաղարշապատն է, որովհետև այս ընտրությունները գրեթե հավապետական նշանակություն են ունենալու։ Անպայման մասնակցեք ընտրությանը, մերժեք այս անաստվածներին և իմացեք, որ ձեր քվեն վստահելով Մայր Հայաստանին, դուք ձայն եք տալիս քաղաքացիական պայմանագիր կոչված խունտայի թիվ 1 ընդդիմախոսին։ Միացիր! Միացիր! Մայր Հայաստան! Համար 4! Հարգելի քաղաքացիներ, անպայման մասնակցեք ընտրությանը։ Ձեր քվեն մեզ ուժ է տալու, որպեսզի ձերբազատվենք այս ապիկար իշխանություններից, որպեսզի ձեր գյուղի խնդիրները լուծվեն, որպեսզի մեր համայնքի խնդիրները լուծվեն, որպեսզի մեր երկրում իրական խաղաղություն լինի, սահմաններն անվտանգ լինեն, զինվորները կարողանան նորմալ ծառայել և հայրենիքի համար իրենց ֆունկցիան կատարել, դրա համար պետք է ազատվենք այս իշխանություններից, որպեսզի կարողանանք մեր երկրի համար զարգացում և խաղաղություն ապահովենք։ Միացի! Միացի! Մայր Հայաստան! Համար 4! Արոն Քոչարյան, կած դիկեր կտաս։ Իսկ մարդ չնեք։ Երավ,
Էջմիածին իմ Հայաստան Հարգելի արշալույսի բնակիչներ, մենք ձեր գյուղում ենք, ես կոչ ենք անում ակտիվ հետևել քարոզարշավին, այլ բոլորի ծրագրերը եւ կատարել ճիշտ ընդունություն։ Երկրի պարզին սերին բարաշապատ սուրհին էջմիածին իմ Հայաստան Կանցնեն նորերը ատելության ու տաղրության Ժամը կողաչի շուսնիության Որդոխեք Որդոխեք Բարաշապատ Սերին բարաշապատ սուրհին էջմիածին իմ Հայաստան Էջմիածին իմ այր Հայաստան Սերին բարաշապատ սուրբին Էջմիածին իմ այր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Գրիշահարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերսինե Մկրտչյան Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք Մայր Հայաստան կուսակցություն Առաջ գլխավոր փողոցով ենք անում միացիր, որ Արդեն կմտնենք բակերը, այսպես ասած գյուղերի Սերին բարաշապատ սուրհին Էջմիածին իմ այր Հայաստան Բարաշապատ Ոստանն ես դում էր դպրության Դապցիր կոչնակ նոր պայքարի ողջ հայության Էջմիածին իմ այր Հայաստան Կանցնեն նորեր ատելության, տխրության Գետերության, կողաչի շուսնիության Էջմիածին իմ այր Հայաստան Ելիրև քո խոսքը ասա Չարին պատին, ստին ու անհավատին Մայր տաճարին, լույսը հորդին Քեզ պահպանի աստողորդին Սերին բարաշապատ սուրհին Էջմիածին իմ այր Հայաստան Սերին բարաշապատ սուրհին Էջմիածին իմ այր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Գրիշահարությունյան, Դավիթ Կարապետյան Արշալույսի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք առաջիկա համայնքային ընտրություններում
հանդես ենք գալիս 4-րդ քվեաթերթիկի ներքո։ Բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, գնալ տեղամաս, իրականացնել քաղաքացիական պարտքը եւ ձեր խոսքը ասել համայնքի ճակատագիրը տնօրինելու առումով։ Հարգելի արշալույսներ, դուք ինքներդ որպես գյուղական համայնքով բնակվողներ բախվում եք զանազան խնդիրների, որոնց լուծումը ամենևին էլ չի պահանջվում մեծ ֆինանսներ կամ ինչ-որ քաղաքական բարձր որոշումներ, ճիշտ կառավարում, ճիշտ մենեջմենտ եւ որ անպայման համայնքի ղեկավարության քաղաքականություն ուղղված լինի դեպի մարդը եւ ոչ թե մարդու համար խնդիրներ ստեղծել կամ ամեն գնով լցնել համայնքի բյուջեն։ Այդ առումով մեր ցուցակը շատ ներառական է եւ Աղաշապատի եւ հարակից գյուղերի բնակիչները արտացոլված են մեր ցուցակում, մարդիկ, ովքեր ունեն կառավարչական անցած ճանապարհ, անհատներ, ովքեր ունեն նոր միտք, նոր ասելիք, նոր խոսք։ Ողջունում ենք ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Եկեք բարձր ողջունենք մեր հայրենակիցներին, մենք Մայր Հայաստանն ենք ներկայացնում։ Բարև ձեզ։ Հարգելի արշալույսներ, մեր ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, երկրորդ հորիզոնականում է Դավիթ Կարապետյանը, երրորդը Սիրե Մկրտչյանն է, բայց մեր ողջ ցուցակը պատմավոր եւ կենսագրություն ունեցող մարդիկ են։ Բոլորիդ կոչ ենք անում անպայման նոյեմբերի 16-ին գնալ տեղամաս եւ իրականացնել սեփական քաղաքացիական պարտքը, հատկապես որ այս ընտրությունները չունեն ուղղակի համայնքային նշանակություն, ձեր քվեով դուք ձեր վերաբերմունքն եք արտահայտելու մայրաթորի նկատմամբ կատարվող ոտնձգությունների եւ երկիրը թուրքերի ու ադրբեջանցիների առջև ծնկի բերելու քաղաքացիական պայմանագրի այս խայտառակ քաղաքականությանը։ Մայր Հայաստան! Համար 4! Սիրելի արշալույսներ, դուք ինքներդ էլ ինչ-որ առումով սահմանապահ գյուղ եք եւ արտաքին վտանգները ինքներդ ձեր վրա զգալու եք առավել քան երբևէ։ Հիմա այս իշխանությունները Ալիևին ու Էրդողանին հրավիրել են Երևան Գարդանը հրավիրել են, հիմա էլ տմայթվում էր այդ հրավերը, որ ընդունեն ինչ կլինի, որ չընդունեն ինչ կլինի, բատենց ոնց կլինի, այդ դուք, այդ ձեր Ալիևն ու Էրդողանը իրար որտեղ ուզում եք հրավիրեք, բայց աղբորպես մեզանից հեռու պահեք այդ ամեն ինչը, որովհետև ընդամենը ձեր քաղաքական կնքահայրերն են նրանք։ Հարգելի արշալույսներ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ եւ կոչ անում անպայման մասնակցել ընտրություններին։ Մայր Հայաստան, համար 4, մենք շատ լավ տեղյակ ենք, որ օրվա իշխանությունները, որոնք նախկինում հաճախորդի կարգավիճակով միշտ քննադատում էին, թե իբր իշխանությունները իր ճնշումներ են կիրառում, վախի մթնոլորտ են ստեղծում, հենց որ իրենք դարձան իշխանություն, իրական կեղծիքներն ու ճնշումները իրենք են իրականացնում։ Ուրեմն սրանք հերիք չի ուրացողների դաշինք են կազմել։ Մի հատ էլ մարդկանց ճնշումների են ենթարկում, աշխատանքից են հեռացնում, սպառնում են, որ կհեռացնեն, մարդկանց մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որպեսզի ուրացողների դաշինքի իրենց ներկայացուցիչը դառնա համայնքի ղեկավար։ Մենք պետք է մերժենք այս թրքահաճո, ադրբեջանահաճո իշխանություններին եւ ձայնը տալով համար 4-ին Մայր Հայաստանին
սկիզբ դնենք դրական փոփոխությունների համար։ Եթե ձեզ ստիպում են գնալ ձեր կամքին հակառակ, դուք ձեր ապտակը կարող եք տալ նոյեմբերի 16-ին քվեարկելով ու մերժելով քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային։ Իրենք վախեցած են ժողովուրդ, վախեցած մարդկանցից չարժե վախենալ։ Ձեր ուժը ձեր հավատքի ու միակամության մեջ է։ Անպայման մասնակցեք ընտրությանը եւ ժողովրդական լեզվով ասած մի հատ լավ չափանակ տվեք սրանց, օրինակ վերցնելով մեր մյուս համայնքների։ Սրանք վախի մթնոլորտ են ուզում ստեղծել, վախի միջոցով ուզում են քվե կորզել, հավատացնում են ձեզ ոչինչ չեն կարող անել, եթե դուք ակտիվորեն մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով մերժեք այս թրքահաճո իշխանություններին։ Մայր Հայաստան, համար 4, միացիկ, միացիր որ փոխենք Սերին վաղաշապատ սուրին էչ միասին իմ այ Հայաստան Վաղաշապատ ոստան ես դու դրության տապսի կոշնան նոկայ բարի կոչանության Միասին իմ այ Հայաստան Կանցնեն օրեր ատելության ու տխրության Եկել է շամը կողաչի շուշնիության Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկը համար 4-ն է, անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեով մերժեք այս ապիկար իշխանությանը, որն գիտեք որ անընդհատ փրկահարում են, ասֆալտապատել են, մաքրել են, նրանք ցույց տվեք, ես փողոցի վիճակը նա թող տեսնեն, հենց կենտրոնական փողոցից դուրս եկանք, արդեն իրանց իրական դեմքը երևավ։ Ուրեմն սրանք հարձակվել են գյուղացիների վրա, ջերմոցների հետ կապված կամայական վճարներ են սահմանում։ Մենք դեմ ենք այդ մոտեցմանը, մենք ասում ենք եթե մարդիկ իրենց տնամերձ հատվածներում ունեն ջերմոցներ, նրանք ողջամիտ բան պետք է սահմանեն թիվ և մարդիկ սկսեն աշխատելը։
Եթե պետությունը այդ մարդկանց չի կարողանում օգնել, ինչի համակում իրանց գրպանները։ Ու շատ հետաքրքիր է, որ թուրքական ջերմոցներում աճեցրած այս իշխանության պարագլուխները հարձակվել են գյուղացիների ջերմոցների վրա, որտեղ բարիք է ստեղծվում, որտեղ արդյունք է ստեղծվում, եւ որով ապրում է մեր ժողովուրդը։ Սրանք հարձակվել են բոլորի վրա, գյուղացիների վրա, քաղաքում ապրողների վրա, ու այս ամեն ինչի պետք է վերջ տալ։ Դրա համար մենք այս կոչ ենք անում. միացի՛ն, որ փոխենք, միացի՛ն, որ փոխենք։ Չարին պատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորնին, կեզ պահպանի ասոմորդին, սերին, մաշապատ սուրպին, էջ միասին, իմ այր Հայաստան, սերին, մաշապատ սուրպին, էջ միասին, իմ այր Հայաստան։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշ Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Ռուսինե։ Սիրելի բնակիչներ, Մայր Հայաստան կուսակցությունն է ձեր առջև, մենք եկել ենք բազում ծրագրերով, ձեր առաջ ենք եկել մեր նախագծերով, մեր ծրագրերով, որոնցից մեկը մանկապարտեզները դարձնել անվճար։ Ահագին կթեթևանա գյուղացու բնակչի հոգսը։ Հարգելիներս, մենք աջակցում ենք ձեր քվեն։ Մենք այստեղ ենք, որ ձեր հետ միասին փոխենք մեր երկիրը, պահպանենք մեր կրոնը, պահպանենք մեր եկեղեցիները, պահպանենք մեր հայ ազգը։ Հարգելիներս, նոյեմբերի 16-ին այցելելով տեղամաս կատարեք ճիշտ ընտրություն, հնարավորություն տվեք Մայր Հայաստանին կատարել իր աշխատանքը ապացուցել գործով, այլ ոչ թե խոսքով։ Մայր Հայաստան! Համար 4 Մայր Հայաստան! Շնորհակալություն։ Աշխալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, թվաթերթիկ թիվ 4, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Մենք ձեզ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին անպայման մասնակցել ընտրությանը և վերջ դնել քաղաքացիական պայմանագիր կոչված խունտայի իշխանությանը, նախ վաղար շաբաթում, հետո էլ արդեն միասնաբար դա կանենք ամբողջ հանրապետությունում։ Այս իշխանությունը մտել է բոլորի գրպանը, այդ թվում մեր գյուղացիների, որոնք իրենց քրտինքով հաց են ստեղծում ու նպաստում Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Սրանք ջերմոցների վրա են հարձակվել
կամայական թվեր են սահմանում, մարդիկ իրենց տնամերձներում աշխատանք են իրականացնում, բայց ենթարկվում են թուրքամետ այս բարբարոսների հարձակումներին։ Մայր Հայաստանը դեմ է այդ քաղաքականությանը եւ իշխանություն ունենալու պարագայում վերանայելու է այդ մոտեցումը։ Մարդկանց պետք է հնարավորություն տանք ապրել ու ապրեցնել մեր հայրենիքը, այլ ոչ թե մտնել գրպանները։ Դրա համար մենք կոչ ենք անում, եթե ուզում եք ձերբազատվել այս ապիկար իշխանություններից, ձայնը տվեք Մայր Հայաստանին, թիվ 4-ին, մեր քվեաթերթիկը համար 4-ն է, Մայր Հայաստան, համար 4, ամենակարևոր ուղերձը ձեզ, հատկապես մենք ահազանգեր ենք ստանում գյուղական համայնքներից, մարդկանց վախեցնում են, սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն, ուսուցչին չեն թողնի, որպեսզի դասավանդի, դպրոցի փոխտնօրեն են վերջերս հեռացրել, կամայական գործողությունների են գնում, ապօրինությունների են դիմում, չվախենաք սրանցից, իրենք են ձեզանից վախենում, եթե ստիպում են ձեզ արտահայտել կարծիքը ու հետո ճնշումների դիմեն, իրենց երեսին նայեք եւ ասեք, որ դուք ձեր քաղաքացիական պարտքը կատարելու եք ու գնացեք նոյեմբերի 16-ին մի հատ մեծ ապտակ, շարաչուն ապտակ տվեք սրանց ձեր քվեարկությամբ ու դրանից հետո կտեսնեք, թե իրենք ինչպես են վախեցած ձեզանից։ Մենք արձանագրում ենք բոլոր այս կեղծիքները, դիմելու ենք համապատասխան գործողությունների և հրապարակայնացնելու ենք բոլոր այն դեպքերը, որոնք որ առնչվում են մեր քաղաքացիներին։ Հարգելի քաղաքացիներ, Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեր ուժը, ձեր քվեի մեջ է, ձեր քվեով մերժեք այս ապիկար իշխանությանը և թույլ մի տվեք, որպեսզի նրանք մտնեն ձեր գրպանը, ձեր պետության գրպանը և բոլորիս համար բերեն պարտություն ու ավերներ։ Մասնակցեք ընտրությանը, ձեր քվեարկությամբ մերժեք այս անօրեն իշխանությանը և սկիզբ դրեք դրական փոփոխությունների։ Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և սկիզբ դնել փոփոխությունների։ Մեր քվեաթերթիկը 4-րդն է, մենք Մայր Հայաստանն ենք։ Այս պահին Արշալույսի տների կողքով անցնելուց մենք տեսնում ենք, որ բոլորի մոտ էլ տնամերձ ջերմոցներ կան, մարդիկ հողը օգտագործում են, որ բարիք ստեղծեն, բայց այս իշխանությունները, այս ապիկարները հարձակվել են ջերմոցների վրա, կամայական թվեր են սահմանում, որի պրտեն բյուջեն նստեն,
բայց իրականում իրենց ակտներն ու կոռուպցիոն գործարքները ապահովել։ Մայր Հայաստանը մերժում է այդ մոտեցումը։ Մենք վերանայելու ենք այդ քաղաքականությունը, ջերմոցների համար սահմանելու ենք ողջամիտ գումարներ, որպեսզի մարդիկ չճկռեն հարկերի ու տուրքերի տակ, կարողանան բանի ստեղծել ու իրենց տրել ու մեր երկիրը պահել։ Մայր Հայաստանը բեմ է սրանց իրականացված թալանին ու դες կոչ անում, որպեսզի մենք ազատվենք այս երկիրն ու գյուղացուն թալանող իշխանություններից, պետք է մասնակցենք ընտրությանը եւ մեր քվեն տանք թիվ 4-ին, Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Ժողովուրդ ջան, Արշալույսը հերոսական գյուղ է։ Արշալույսը պետք է նոր արշալույս բերի վաղ շաբաթին։ Մենք պետք է կարողանանք վռնդել այս ապիկար իշխանությանը։ Մենք պետք է կարողանանք մեր երեխաների համար արժանապատիվ, խաղաղ ու անվտանգ ապահովել, կյանք ապահովել։ Այնպես որ միասնաբար քվեարկում ենք թիվ 4-ի օգտին, Մայր Հայաստանի օգտին։ Միացիր, միացիր։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշահարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրբսիմե Մկրտչյան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին մեջ միացի իմ Մայր Հայաստան Վաղաշապատ ոստան ես դու մեր դպրության դապցի կոչնավ նոր պայքարի ողջայնության Միացին իմ Մայր Հայաստան Կանցնեն օրեր ատելության ու տխրության Եկել է շամը կողաչի շուշկիցան Սիրելի արշալույսներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։ Մենք եկել ենք այստեղ ձեզ մոտ, որպեսզի ներկայացնենք այն հիասքանչ ծրագրերը, որ նոյեմբերի 16-ից հետո ձեր վստահության քվեն ստանալուց հետո իրականություն ենք դարձնելու, որպեսզի արշալույսում արշալույսները այլևս առանց ասֆալտի չբացվեն։ Արշալույս գյուղում արշալույսները տեսնում են, որ ինչ տխուր են, դժբախտ են և դժգույն, բայց պետք է քվեախցիկի առջև, երբ որ քվեաթերթիկը ձեր ձեռքում լինի, դուք ինքներդ կարողանաք թողել
այս դժբախտ իրականությունը, որում այսօր գտնվում է Արշալույս համայնքը։ Արշալույսում չկա ասֆալտապատում եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ խմբակը, որը 2018-ից ի վեր մինչ այսօր ունենալով միահեծան իշխանություն կարող է բարեփոխումներ իրականացնել եւ Արշալույսում գոնե փողոցները ասֆալտապատել։ Սա անհարգալից վերաբերմունք է բնակիչների հանդեպ, չէ որ դուք եք շենացնողը մեր երկիրը, մեր հայրենիքը, ձեր վրա է հենված մեր պետությունը։ Սիրելի Արշալույսցիներ, կոչ ենք անում ձեզ նոյեմբերի 16-ին անպայման քաղաքացիական պարկ դրսևորել, դուրս գալ տներից եւ գնալ ընտրատեղամասեր, ճիշտ ընտրություն կատարել, ընտրություն կատարել ձեր խղճի մտով, ընտրություն կատարել անպայման հաշվի առնելով թեկնածուների անցած կենսագրությունը, անցած ուղին, անցած ճանապարհը, ինչ են արել անցած տարիների ընթացքում, ինչ օգուտ են տվել կոնկրետ ձեզ, ձեր ընտանիքին, ձեր համայնքին, եւ եթե տեսնում եք, որ նրանք որևէ օգուտ չեն տվել, այլ թալանել են, կեղեքել են, որքան հնարավոր է, որքան կարողացել են, խեղճացրել են ձեզ, արժանապատվությունը փորձել են նսեմացնել, ապա նրանք պետք է թաս ապտակ ստանան, ժողովրդի ասած թաս ծիլա պետք է ստանան քվյաթիքում, արդեն քվյաթիքները հաշվելիս եւ պետք է հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը իրականում պատկանում է ժողովրդին եւ Արշալույսին ունի արժանապատվություն, ակտիվորեն մասնակցել է ընտրությանը եւ ոչ է ասել այն իշխանությանը, որը չի բերել ոչ մի փոփոխություն, միայն խաղացել է ձեր էմոցիաների հետ, զգացմունքների հետ եւ օգտագործելով այդ էմոցիաները իրենք դարձել են միլիոնատերեր, միլիարդատերեր։ Եթե հիշում եք 2018-ին փողոցային այդ խղճուկ խմբակը Գյումրիից քայլելով խոստանում էր ամեն ինչ բարեփոխել։ Խոստանում էր, որ դուք այլևս լավ եք ապրելու, բայց ես վստահ եմ, որ դուք տեսնում եք յուրաքանչյուրը ձեր ընտանիքում, որ որևէ դրական փոփոխություն դուք չունեք։ Ուստի դուք պետք է կատարեք ճիշտ ընտրություն, ընտրություն ձեր խղճի եւ թեկնածուների անցած կենսագրությունը հաշվի առնելով։ Ինչ է առաջարկում Մայր Հայաստանը։ Նախ Մայր Հայաստանը ներկայանում է մաքրամաքուր թիմով։ Մեր թիմը կազմված է 33 անդամներից։ Փորձի երիտասարդության համախմբումը միահամուռ ձևով եկել է ձեր առջև ներկայանալու բաց ճակատով։ Մայր Հայաստանը արդեն Երևանի ավականիում ցույց է տվել, ապացուցել է, որ տարի 12 ամիս, 24 ժամ օրվա մեջ եւ շաբաթը 7 օր քաղաքացիների կողքին է։ Նաեւ այն քաղաքացիների կողքին է, ովքեր վստահության քվել թեկուզ մեզ չեն տվել, բայց մենք պատասխանատվություն ենք զգում եւ մեր ավականու անդամները օր ու գիշեր նրանց խնդիրներն են բարձրաձայնում ու հնարավորինս փորձում լուծումներ տրամադրել։ Եվ եթե նոյեմբերի 16-ին մենք ստանանք ձեր վստահության քվեն, մենք վստահեցնում ենք ձեզ եւ անկեղծ սրտով, բաց ճակատով կանգնելով ձեր առջև ասում ենք, որ եթե ունենանք ձեր վստահության քվեն, ապա վստահորեն դուք ձեզ գալու եք ձեր համայնքի, մեր հայրենիքի տերը, որովհետև ձեր քվեն մեզ համար պատասխանատվություն է եւ մենք իրագործելու ենք ձեզ հետ միասին այն բոլոր հիանալի ծրագրերը, որոնք ներառված են Մայր Հայաստանի ծրագրում։ Իսկ այդ ծրագրում ասֆալտապատումը առաջնահերթություն է, գյուղական համայնքներում ոռոգման ջրի խնդիրը վերջապես լուծելը առաջնահերթություն է, մանկապարտեզները անվճար դարձնելը մեր բոլոր բալիկների համար առաջնահերթություն է, հայ մարդու ազգային արժեքները, նպատակները կրկին բարձրացնելը, հայոց բանակի հաղթանակած լինելը կրկին առաջնահերթություն է, որպեսզի մեր բալիկները ապրեն խաղաղ երկնքի ներքո, որպեսզի բոլորս ունենան արժանապատիվ կենցաղ, պարզապես արժանապատիվ կենցաղ։ Ես ուզում եմ 1-2 տողով ներկայացնել Մայր Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրից։ Փողոցային լուսավորության ապահովումը առաջնահերթություն է։
կանաչապատ նոր տարածքների ստեղծումը և դրանց շարունակական խնամքի ապահովումը Մայր Հայաստանը, որը քվեաթերթիկով համար 4-ն է, համարում է առաջնահերթություն։ Թափոնների վերամշակման և տեսակավորման ծրագրերի իրականացումը նույնպես մտնում է Մայր Հայաստանի ծրագրերի առաջնահերթությունների մեջ։ Կրթական ոլորտում ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, տեղական բյուջեի արդյունավետ ծախսերի վերացման և լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին։ Սիրելի արշալույսներ, հիշեցնում ենք, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկում համար 4-ն է։ Երբ որ դուք նոյեմբերի 16-ին կհագնվեք տոնականորեն կպատրաստվեք, որովհետև այդ օրը շատ կարևոր է բոլորիս համար, ոչ միայն արշալույսի համար, ոչ միայն վաղաշաբաթ խոշորացված համայնքի համար, այլ համայն հայության համար, եւ ուրախ տրամադրությամբ կգնաք ընտրատեղամաս, վերցնելով ձեր քվեաթերթիկը, ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք։ Վերգտեք ձեր արժանապատվությունը եւ քվեարկեք ձեր խղճի մտով։ Քվեաթերթիկ համար 4 Մայր Հայաստան։ Մայր Հայաստան, քվեաթերթիկ համար 4 Մայր Հայաստան, քվեաթերթիկ համար 4 Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրբին էչ միացին իմ Մայր Հայաստան։ Վաղաշապատ հոստան ես դում էր դպրության, դապսիտ կոչնավ, նոր պայքարի ողջայության։ Mայր Հայաստան, Mայր Հայաստան, Արիմ նկալով բուկլետ տա մի հատ, Հուսո ջան, ավեց ավտան։ Բարոց ես, ձեր ծրագրերն է, ամեն աղբերը։ Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն։ Ասել եմ, նայեք, նորմալ ասում։ Միացիր, որ փոխենք։ Հոստան ես դում էր դպրության, դապսիտ կոչնավ, նոր պայքարի ողջայության։
Այս իշխանությունները իրենք են վախեցած և չեն կարող ձեզ վախեցնել, անպայման մասնակցեք ընտրությանը
եւ ձեր քվեով մերժեք այս ապիկարների իշխանությանը։ Հարգելի արշալույսցիներ, դուք մասնակցելով ընտրությանը հնարավորություն ունենալու եք փոփոխություններ իրականացնել ոչ միայն վաղաշաբաթում, այլ նաև ամբողջ Հայաստանում։ Վաղաշաբաթը դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը եւ գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում։ Մերժելով քաղաքացիական պայմանագրին, մենք պաշտպանելու ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին, պաշտպանելու ենք մեր ինքնությունը, պաշտպանելու ենք մեր պետականությունը։ Նոյեմբերի 16-ին ձեր մասնակցությունը երկարևոր նշանակություն ունի։ Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը եւ պարտավորվում ենք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որը ձեզ ներկայացրել ենք։ Մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որփոխեք, միացիր, որփոխեք, միացիր, որփոխեք։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որփոխենք։ Սերին վաղաշաբաթ սուրի էջ միացիր իմ այ Հայաստան Վաղաշաբաթ ոստանես դում են դրբրության դարձի փոշնար նոր պայքարի ողջ հայության Էջ միացին իմ այ Հայաստան Կանցնեն օրեր ապելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուշտիության Ձեր դուրասին կրկու հավան Շապացիներ, ողջունում ենք ձեզ, մենք Մայր Հայաստանն ենք, այս պահին քարոզարշավը Մայր Հայաստանը իրականացնում է Արշալույս գյուղում։ Մենք բոլոր արշալույսցիներին կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքային ընտրություններին եւ մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը 4-րդն է եւ մենք դες կոչ ենք անում փոփոխությունների համար քվեարկել թիվ 4-ի օգտին, Մայր Հայաստանի օգտին։ Մեր ցուցակը գլխավորում են Գրիշա Հարությունյանը, Դավիթ Կարապետյանը եւ Ռիփսիմե Մկրտչյանը։ Մեր ցուցակում կան փորձավոր ճանապարհ անցած մարդիկ,
համայնքային կառավարման փորձ ունեցող մարդիկ, ովքեր ոչ թե լսելով, այլ գործով գիտեն, թե ինչպիսի հոգսեր ունի գյուղացին, ինչ կարիք կա քաղաքում եւ ինչպես պետք է կառավարել համայնքը։ Մայր Հայաստանը քաղաքական պատասխանատվություն է կրում մեր ծրագրերի կյանքի կոչման համար։ Մեր յուրաքանչյուր ներկայացուցիչ, ավականու յուրաքանչյուր անդամ պարտավորվել է իրականացնել այն ծրագրերը, որը մենք ներկայացնում ենք մեր քաղաքացիներին, Վաղարշապատի բնակիչներին։ Այնպես որ սրանք նախ եւ առաջ քաղաքական ընտրություններ են, ապա նոր միայն տեղական նշանակության։ Քաղաքական փոփոխությունների հասնելու համար քննարկեք թիվ 4-ի օգտին, որպեսզի կարողանանք վռնդել այս անաստվածների եւ թրքահաճո իշխանությունների ամբողջ թիմին, մերժեք քաղաքացիական պայմանագրին եւ քննարկեք Մայր Հայաստանի օգտին, որպեսզի գյուղի խնդիրները լուծվեն, քաղաքի խնդիրները լուծվեն, մեր երկրի անվտանգության հարցը լուծվի։ Պետք է մերժենք սրանց եւ ձայնը տանք Մայր Հայաստանին, որը քաղաքացիական պայմանագրի թիվ 1 ընդդիմախոսն է։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք։ Ժողովրդյան ողջունում ենք ձեզ, բարև ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեի ուժով մասնակցեք նաեւ համայնքի կառավարմանը։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղարշապատ սուրի էջ միացին իմ այր Հայաստան Վաղարշապատ հոստան ես դու մեր դպրության դապցի կոչնակ նոր պայքարի ողջ հայության Եկել է ժամը կողաչի շուրջ միության Սեր տորասի, տոք կողաբար Վաղարշապատ Սերին վաղարշապատ Սուրգիր էջ միացի Իմ այր Հայաստան Չարին պատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, կեզ պահպանի աստողորդին, սերին վաղարշապատ սուրբին, էջ միացին, իմ այր Հայաստան, սերին վաղարշապատ սուրբին, Eç miyasin, im ay Hayastan Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթի համար 4, ողջունեք եկեք մացապարությունները ողջունեք մեր քաղաքացիներին։ Ժողովրդյան, անպայման մասնակցեք ընտրությանը եւ մի ընկերկեք սրանց ճնշումների առաջ։ Եթե խնդիր կա, կարող ենք իրենց տեխնոլոգիապես հաղթել։ Ցույց մի տվեք
որ իրենց դեմ եք քվեարկելու, որպեսզի ճնշումների չենթարկեն ձեր բարեկամներին։ Մասնակցեք ուղղակի այդ օրը ընտրությանը եւ քվեախցիկում ապտակ հասցրեք քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային։ Շատ կարևոր է, որպեսզի ձեր մասնակցությունը բարձր լինի։ Եթե գնում են ապօրինությունների, գնում են խախտումների, վարչական լծակներ են կիրառում, սպառնում են աշխատանքից հեռացնել, ճնշումներ են կիրառում բիզնեսմենների վրա, այս ամեն ինչը մեզ տեղյակ պահեք։ Մենք տեխնոլոգիապես կորոշենք, թե ինչպես տեղ հասցնել այս խնդիրները, հրապարակայնացնել եւ դեմն առնել այս ապօրինություններին։ Իրենք իհարկե դրանից նահանջ չեն իրականացնելու, փորձելու են շարունակել այդ ապօրինությունները, բայց մեր գլխավոր զենքը դառնալու է մեր բարձր մասնակցությունը։ Ինչքան էլ ապօրինություն անեն, ինչքան էլ փորձեն ճնշումներ կիրառել, միևնույն է քվեախցիկում դուք ինքներդ ձեր հետ եք, ձեր խղճի առաջ, ձեր որոշման իրականացման պրոցեսի առաջ։ Այնպես որ մի վախեցեք եւ անպայման մասնակցեք ընտրությանը։ Սրանք ուրացողների դաշինք են, ուրացողներից պետք չի վախենալ։ Մեկը իր հոր անցած ճանապարհն է ուրացել, մյուսը իր եղբոր անցած ճանապարհն է ուրացել։ Այդ եղբոր անցած ճանապարհ ուրացողը հաջորդի է անել ամեն ինչ, ամեն մի սրբություն եւ արժանի է քաղաքական աղբանոցում հայտնվելուն։ Դրան որպես կցորդ են ներկայացրել այս ընտրություններին եւ որպեսզի մենք կարողանանք խափանել այդ կցորդի ծրագիրը, պետք է միասնաբար մերժենք սրանց եւ ձայնը տանք Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, համար 4 Մայր Հայաստան կուսակցություն քրեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վալաշապատ սուրգին էչ միացին իմ Մայր Հայաստան Վալաշապատ ոստանն ես դում եք դպրության Տապցի կոչնար նոր պայպարի ողայության Հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթի համար 4։ Այս ընտրությունները կարևոր համապետական ու տեղական նշանակություն են ունենալու։
Մասնակցեք անպայման նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրությանը և ձեր քվեով վերջ դրեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակի իշխանությանը և ձևավորեք նոր ազգային իշխանություն իդեմս Մայր Հայաստանի, Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, սիրելի ժողովուրդ, Արշալույսի արգելի բնակիչներ, չվախենաք սրանց բռնաճնշումներին, մենք ձեզ կոչ չենք անում գնալ ուղիղ հակադրության, մենք ձեզ կոչ ենք անում մասնակցել ընտրություններին և ձեր քվեով ապտակել այս ապիկար իշխանությանը, մասնակցելով ընտրություններին դուք կանխելու եք սրանց պլանավորած ընտրակեղծիքները, սրանք նախատեսել են վարչական ռեսուրսի կիրառմամբ ընտրատարածքները այսպես ասած լցոնել մարդկանցով ու իրենց հարմար թիվ նկարել։ Նույնը իդեպ ուզում էին անել նաև Գյումրիում, բայց խայտառակ ապտակ ստացան և գյումրեցիները ուղարկեցին սրանց իշխանությանը դեպի քաղաքական աղբանոց։ Վաղարշապատի բնակիչները ունեն հնարավորություն ավելին անել, քան մենք տեսել ենք Գյումրիում և այլ քաղաքներում։ Վաղարշապատը քվեի ուժով կարող է մերժել այս իշխանությանը և սկիզբ դնել բարեկեցիկ կյանքին, խաղաղ երկրին, անվտանգ երկրին։ Մենք Մայր Հայաստանն ենք և ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը և ձեր քվեով ձևավորել նոր արդյունավետ իշխանություն։ Մայր Հայաստան, համար 4, Արշալույսի արգելի բնակիչներ, դուք հերոսական մարդիկ եք, դուք բարիք ստեղծող մարդիկ եք, դուք ունեք քվեի ուժ, այդ ուժով մասնակցեք ընտրությանը և վերջ բերեք այս ապիկարների կառավարմանը։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, 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 Շարունակում ենք Արշալույսի ներկայացումը, այս պահին համարյա ավարտում ենք։ Նայեք, կենտրոնական փողոցը անուն ճշմարտության ասենք, որ որոշակի ասֆալտապատման որակ կա, բայց մի քիչ կենտրոնից դուրս ես գալիս, խայտառակ վիճակ այս առումով, այսինքն իրենք այդ ցուցադրական պահերն են միայն ապահովում, էլի։ Մենք այդ մոտեցմանը թեմենք և գտնում ենք, որ պետք է համաչափ զարգացում ապահովել ամբողջ երկրի տարածքով։ Իհարկե նաև հասկանում ենք, որ բյուջեի սուղ հնարավորություններ կան, բայց դրա համար մենք զարգացման ծրագրեր ենք առաջարկում, որպեսզի համայնքի բյուջեն մեծանա, տարեկան 10 միլիոն դոլարի կարգի գումարով հնարավոր չի շատ ֆունդամենտալ հարցեր լուծել, բայց եթե օրինակ Էջմիածինը կարողանանք իր կարգավիճակին հարիր ծրագրով դարձնել միջազգային տնտեսական, տուրիստական կենտրոն, տուրիստական ավելի ճիշտ, ապա բյուջեի հնարավորությունները կմեծանան և մենք կարողանանք արդեն համայնքային բազում խնդիրներ լուծել։ Այնպես որ ոք չմտածեն, որ միջոցներ չկան, հետևաբար ոչինչ պետք է չանել։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշ Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերզինե Ուկաչյան, Գրիաթեքի համար 4, միացիր, որ փոխենք։
Մայր Հայաստան կուսակցություն դրսից միացիր Սերին բաղաշապատ սուրգի էչ միացիր իմ այ Հայաստան Բաղաշապատ ոստան ես դում էլ դպրության դարձի կոչնավ նոր պայքարի ողայության Մենք այս պահին արդեն ավարտում ենք մեր այցը Քայլերթը Արշալույսով Անկերեսի վրա գտնվող խնդիրները առաջին հայացքից արդեն աչքի էին զարնում մնացած խնդիրներին մենք քաջածանոթ ենք այդ թվում վախի մթնոլորտին որ իրենք են ներդրել կոնկրետ գյուղում էլ այդ խնդիրը կա եւ մենք կարծում ենք որ քաղաքացիները իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն վախի մթնոլորտը կոտրելով Մասնակցեք այնքան ավելի արդյունավետ լավ մնացեք ժողովուրդ։ Դե նոր դու ես կուսակցությունից ես։ Հա, օպար ջան, ես էլ իմ նկարն Մենք հիմա ամփոփելու ենք արդեն ժողովուրդ մի հատ մոտենանք հավաքենք։ Արշալույսի հարգելի ժողովուրդ, սիրելի բնակիչներ, մենք շնորհակալ ենք ձեզ ընդունելության համար։ Հիշեցնեմ, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկ համար 4-ն է եւ մենք ձեր քվեի ուժով ակնկալում ենք նոր իշխանություն ձևավորել։ 1, 2, 3 Ուրա! Ուրա!